Հոկտեմբերի 6-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին։ Ռուսաստանից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ իր անչափահաս երեխայի անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, ցանկանում է դիմել նրա անձնագիրը ստանալու համար, սակայն չի կարող մեկնել Մոսկվա հյուպատոսական ծառայությունում դիմում ներկայացնելու, քանի որ իր անձնագրի օտարերկրյա պետությունում վավերականության նշման ժամկետը նույնպես լրացել է։ Ինքը կարող է լիազորված անձի միջոցով անձնագիրն ուղարկել Հայաստան համապատասխան նշում կատարելու համար։ Քաղաքացուն պարզաբանվել է, որ անձնագիր ստանալու համար անձը պարտադիր պետք է դիմի անձամբ, իսկ հին նմուշի անձնագրում վավերականության նշում կատարելու գործողությունը հնարավոր է իրականացնել նաև լիազորված անձի միջոցով։ Ռուսաստանից զանգահարած մեկ այլ քաղաքացի էլ հայտնել է, որ երեխայի հետ ժամանելու է Հայաստան և ցանկանում է տեղեկանալ, թե հնարավոր է մեկօրյա ժամկետում փոխանակել երեխայի անձնագիրը Կապանի անձնագրային ծառայությունում, քանի որ բնակվում և հաշվառված են այնտեղ։ Նրան տեղեկացվել է, որ մեկօրյա ժամկետում երեխայի առանց կենսաչափական տվյալների անձնագիր ստանալու համար կարող են դիմել միայն անձնագրային և վիզաների վարչություն, իսկ նույն ժամկետում կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու դեպքում Երևանի ցանկացած անձնագրային ծառայություն։ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող մեկ այլ քաղաքացի էլ տեղեկացրել է, որ 2008 թվականին լրացել է իր անձնագրի ժամկետը, որը ստացել էր մինչև 16 տարին լրանալը, և քանի որ բնակվում է Օմսկում, ապա չի կարող ներկայանալ հյուպատոսական ծառայություն անձնագիր ստանալու դիմում ներկայացնելու։ Քաղաքացուն փոխանցվել են արտգործնախարարության կոնտակտային տվյալները, որպեսզի պարզի հյուպատոսի տարբեր մարզեր մեկնելու ընդունելության օրերը։ Զրույցի ընթացքում պարզվել է նաև, որ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում։ Հաշվի առնելով, որ առանց հաշվառման անձնագիր չի տրամադրվում, նրան տեղեկացվել է նաև անձնագիր ստանալու համար դիմելիս միաժամանակ օտարերկրյա պետության բնակության հասցեով հաշվառման դիմում ներկայացնելու իրավունքի մասին։ Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Երևանի ժամանակով ժամը 11:13-ը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Skype-ի հասցեն Armenian Police։ Հարցեր կարելի է ուղարկել նաև presspolice.am, դիմում police.am էլեկտրոնային հասցեներին։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հոկտեմբերի 6-ից 7 ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 15-ը, բացահայտվել է գողության 7, խարդախության 6, յուրացման 2 և գույքի դիտավորության ոչնչացման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Որպես անհայտ կորած որոնվում է 2000 թվականին ծնված Մաթևոս Պողոսյանը, որը սեպտեմբերի 28-ին ժամը 17-ի սահմաններում դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Նրա մասին որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 63 28 64 հեռախոսահամարով։ Որպես անհայտ կորած որոնվում է Արադ քաղաքի բնակիչ 78-ամյա Պայծառ Փահլևանյանը, որն ունի հիշողության կորուստ։ Հագին եղել է մուգ կապույտ շրջազգեստ։ Պայծառ Փահլևանյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արարատի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102 59 06 31 098 88 93 37 հեռախոսահամարներին։ Սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ոստիկանության Մուշի բաժին գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց 44-ամյա Գասպար Դիլոյանը։ Նա խոստովանել է, որ օրեր առաջ Գյումրու Շահինյան փողոցի բնակարաններից մեկից գողություն է կատարել։ Գողացել էր քարտեր, փաստաթղթեր և մոտ 3.5 միլիոն դրամի ոսկեղեն։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Գյումրու ոստիկանները նելեգալ 2015 միջոցառման շրջանակում հայտնաբերեցին ապօրինի թմրանյութ պահողների ևս։ Սեպտեմբերի 27-ին ոստիկանության բաժին բերման ենթարկվեցին քաղաքի բնակիչներ Հակոբ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը և Ժոռա Հարությունյանը։ Հովհաննիսյանի մոտից հայտնաբերվեց փաթեթավորված կանեփանման զանգված, որը նախատեսված էր իր օգտագործման համար։ Նույն օրը բաժին բերման ենթարկված գյումրեցի Ալբերտ Խառատյանի անձնական խուզարկությամբ նույնպես հայտնաբերվեց թմրանյութի նմանվող կանաչավուն չորացված ու մանրացված զանգված։ Իսկ 19-ամյա Սերգեյ Սարգսյանի դրամապանակից հայտնաբերվեց Սուբուտեքս թմրեցնող հաբ, որն ըստ Սարգսյանի պնդումների գտել էր 2 օր առաջ քաղաքի աղբարկղերից մեկի մոտից։ Փաստերի առթիվ իրականացվում են նախատեսված միջոցառումներ, քննությունը շարունակվում է։